Հղիության հիմնական նախապայմաններից մեկը դա ձվազատման առկայությունն է։ Իմ հետևորդները այդ մասին հստակ գիտեն ու դեռ բազմիցս անգամ խոսել ենք։ Ինչ է դաշտանային ցիկլը, դա հորմոնակախյալ ցիկլիկ պրոցես է, որը կատարվում է կնոջ օրգանիզմում եւ այդ ընթացքում տեղի են ունենում փոփոխություններ, նույնիսկ նշեմ, որ այն հորմոնակախյալ է, այսինքն այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, իրենք տեղի են ունենում հորմոնների ազդեցության տակ, մի խումբ հորմոնների ազդեցության տակ։ Ձվարաններում տեղի է ունենում դոմինանտ ֆոլիկուլի առաջացում, իր մեծացումը, որից հետո արդեն տեղի է ունենում ձվազատումը։ Դա ամենանպաստավոր շրջանն է, երբ կինը կարող է հղիանալ։ Զուգահեռ ձվարաններում կատարվող պրոցեսի արգանդի խոռոչում լորձաթաղանթը նույնպես ենթարկվում է փոփոխության, հորմոնակախյալ փոփոխության։ Լորձաթաղանթը հաստանում է, այն պատրաստվում է ընդունել պտղաձում, բնական պրոցես է, որը կատարվում է ամեն ամիս առողջ կնոջ մոտ, հաստացում եւ պատրաստվում է իմպլանտացիայի։ Եթե տեղի է ունենում հղիություն, ապա ձվազատումից հետո առաջանում է հղիության դեղին մարմին, իսկ արգանդի լորձաթաղանթը պատրաստ է լինում ընդունել պտղաձում։ Ինչպես կինը կարող է իմանալ, արկա է ձվազատում, թե ոչ։